եղել է առաջարկ, նշանակումը կլինի թե ոչ կտեսնենք։ Դուք ընդունել եք առաջարկությունը։ Պատասխանեցի արդեն։ Տիկին Հովհաննիսյան, կարող եք հստակ ասել առընթեր մարմիններ քանիսն են մնալու եւ նաեւ կոմիտեներ գործակալությունները փոփոխվելու են թե ոչ, կարող է Այս պահին կառավարությունում քննարկումների այս պահին կառավարությունում քննարկումներ են ընթանում ձեր բարձրացրած հարցի կապակցությամբ, մասնավորապես ես գիտեմ, որ հարցը հատկապես արդիական է նաեւ հարցопատասխանի շրջանակներում, այս մտքերի փոխանակության շրջանակներում Խախշինի հետ կապված քաղաքաշինության նախարարության, ես չեմ ուզում հստակ հիմա բանաձևումներ հնչեցնել, որովհետեւ կառավարությունում քննարկումներ են շարունակվում եւ ես կարծում եմ ճիշտ չէ հիմա վերջնական հստակ բանաձևում ասել է այն ուրեմն փաստի հաշվառմամբ, որ դեռևս չկա վերջնական որոշում, ինչ կարգավիճակով կլինեն։ Փաստը մի բան է, ինչպես արդեն հայտարարեցի, քաղաքաշինության նախարարությունը վերացվում է, ինչպիսի գործառույթներ կգնան այլ նախարարությունների կազմ կամ ինչպիսի գործառույթներ են, որոնք կոմիտեների կամ այլ գործակալություններ, ինչպես դուք ասացիք, կողմից կիրականացվեն, քիչ ավելի հնարավոր է փոփոխություն դիջերպետկոմը գնա մեկ ուրիշ նախարարության կազմ։ Ամեն ինչ հնարավոր է։ Տիկին Հովհաննիսյան վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ վերացնեն պրիմիտիվ գողությունը նախարարները։ Դուք որպես արտադրության նախարար տեղյակ եղել եք ինչի մասին է խոսում վարչապետը։ Ես կորեկտներ չեմ համարում մեկնաբանել վարչապետի հայտարարությունը քաղաքական մակարդակով։ Առաջինը նախ եւ առաջ հանցագործության մասին բարձրաձայնումը, եթե դուք իրավաբան եք կամ իրավաբանների հետ նվազագույնը շփվել եք, ապա պիտի իմանաք, որ դա այդպես չի լինում։ Ես կարող եմ ասել ինչի մասին էր խոսքը գնում։ Խոսքը վերաբերում էր նրան, որ եղել է համակարգ կամ գործում էր համակարգ, որը հնարավորություն էր ընձեռում այդ ավիատոմսերը ավելի բարձր գնով վաճառել։ Եվ այն համակարգը, որի մասին խոսեց վարչապետը, որը պետք է փոփոխության ենթարկվի, դա հենց այն նրա մասին է խոսում, որ հնարավորություն կընձեռվի ամենացածր գնով ավիատոմսերը ձեռք բերել, ինչը տարբեր նախարարություններ նաև պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացրել են։ Այլ բան չունեմ։ Վարչապետը բառացիորեն ասաց կարգի բերեք նախարարները, կարգի բերեք ձեր ոլորտները։ Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այն, ինչ քաղաքական առումով հնչեցրել է վարչապետը։ Ձեր նախարարությունը վարչապետի նշած այդ պրիմիտիվ մեր նախարարությունը պիլոտային ծրագրի մեջ է եղել եւ մեր նախարարությունը վաղուց արդեն իրականացնում է հենց այն քաղաքականությունը, որի մասին խոսվեց, մասնավորապես դուք էլ որպես լրատվամիջոցներ երկար ժամանակ հնարավորություն ունեցել եք տեսնելու, որ արդարադատության նախարարությունում գնվում են ամենաէժան տոմսերը եւ նախարարը ինքը, նախարարի համար նույնպես երբևէ բիզնես կլասի տոմս կամ բարձր արժեքով տոմս ձեռք չի բերվել։ Արդյոք պետք է պայքարի ռազմավարությունը հնարավոր է փոխվի կամ տրամաբանություն նոր վարչապետ եւ նոր կառավարության ներքո։ Այս պահի դրությամբ կարծում եմ նմանատիպ քննարկումներ չեն եղել, բայց կոռուպցիայի դեմ պայքարի ուրեմն խորհրդի հանձնարարականների շրջանակում ես ուզում եմ հնչեցնել կրկին, արդյոք օգտագործելով նաև ձեզ հետ խոսելով, որ կան մի քանի առաջարկություններ, իդեպ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ արտահերթի օրակարգում է գտնվում հակակոռուպցիոն փաթեթի կարևորագույն օրինագծերից մեկը, խոսքը վերաբերում է եկամուտների հայտարարագրման, վարչականացմանը եւ քրեականացմանը, մասնավորապես ոչ թե հայտարարագրման ինքնին, այլ կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, հայտարարագրերը չներկայացնելու, ոչ ժամանակին ներկայացնելու, թերի տվյալներ ներկայացնելու, անզգուշությամբ սխալ տվյալներ ներկայացնելու եւ այլնի համար։ Սա կարևորագույն քայլ է, որը կատարվում է, ուզում եմ հիշեցնել, որ հասարակության ներկայացուցիչներն էին այս մասին բարձրաձայնում բազմաթիվ անգամներ, որ պետք է հատկապես քրեականը։ Սկզբնական փուլում միայն վարչականներ բերվել, հիմա նաև քրեական։ Ներկայ վարչապետի հետ քննարկում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասով, ամբողջական քննարկում բնականաբար դեռևս չի եղել, ամբողջական քննարկում չի եղել, վարչապետը ինքն էլ նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին առաջիկայում առիթ կունենա ծանոթանալու եւ իր մտությունները հայտնելու, բայց այն փաստը, որ այսօր կառավարության նիստի արտահերթ հրավիրած ներողություն օրակարգում է գտնվում օրինագիծ, որը հակակոռուպցիոն խորհրդի, այսպես ասենք, արդյունքներից մեկն է եւ այնտեղ քննարկված, դա խոսում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ։ Տիկին նախարար Էդվարդ Շարմազանովն առաջարկեց հայրենադարձություն բառն ավելացնել Սփյուռքի նախարարության մեջ։ Եղել է օրինակ առաջարկ դադարեցնել կոռուպցիան, այտենց նախարարություն, օրինակ դադարեցնել արտագաղթը, կասեցնել, նման առաջարկներ ստացել եք։ Ներողություն եմ խնդրում, հարցը լավ չեմ հասկացել։ Էդվարդ Շարմազանովն առաջարկեց նախարարություն ավելացնել Սփյուռքին մի անուն եւս, այլ նախարարությունները վերանվանելու։ Ձեր առաջարկ կընկալեմ քննարկման առարկա կդարձնեմ։ Տիկին Հովհաննիսյան, արդյոք Ես մեկ անգամ ասել եմ։ Ոչ թե որ առաջարկ եղել է թե ոչ, այլ դուք կարող եք, այսինքն վարչապետը միշտ նշում է, որ հարգելի, սիրելի լրագրողներ ջան,
Մի անգամ 1 տարի առաջ էլ դուք այդ հարցը ինձ հնչեցրեցիք։ Ես պատասխանեցի նույնը։ Հիմա էլ եմ պատասխանում նույնը։ Ես չի, որ ինձ պիտի տեսնեմ նախարարի պաշտոնում։ Եվ հիշեցնեմ սահմանադրությունը։ Վարչապետի առաջարկությամբ հանրապետության նախագահն է նշանակում նախարարին։ Իսկ ես հավար միջնորդել եմ, որ դուք շարունակեք մնալ։ Ես ասեկոսներ, տարատեսակ ենթադրություններ, մեկնաբանություններ եւ նմանատիպ այլ բնույթի երևույթներ չեմ մեկնաբանել։ Տիկին նախարար նույնիսկ անգամ միգուցե ղեկավար կներես թույլ կտա մի հարց ուղղակի նույնիսկ Ձեր 10 րոպեն է սպառվում, ուզում եմ հիշեցնել նույնիսկ 4 րոպեում առաջարկեն որևէ այլ պաշտոն, օրինակ չգիտեմ, նախարարի օգնականի պաշտոն, չգիտեմ, այլ պաշտոն, ավելի ցածր պաշտոններ, որոնք դուք չեք կարող կամ Պարոն վարորդի Մակարյան, պաշտոն։ դուք ներկայացնում եք Դուք կհամաձայնեք։ Դուք ներկայացնում եք ապագային միտված առաջարկություն, որը ես ավելորդ եմ համարում նույնիսկ մեկնաբանել։ Ժամանակը ցույց կտա, ինչպիսի առաջարկ կլինի, որին կհամաձայնվեմ, որին չեմ համաձայնվի եւ այլն։